Մայիսի 30-ին Արտաշատի քաղաքային մարզադաշտը մարդաշատ էր։ Հայաստանի բոլոր մարզերից ժամանած պատանի հրշեջ փրկարարական թիմերը հավաքվել էին մեկ հարկի տակ, մասնակցելու պատանի հրշեջ փրկարարական մարզաձևի առաջնությանը։ Պարոն գեներալ-մայոր, Հայաստանի Հանրապետության պատանի հրշեջ փրկարարներից հանրապետական մրցաշարի մասնակիցները ձեր այսի կապակցությամբ շարված են։ Գնդապետ Միրզոյան։ Ազատ։ Ողջույն ձեզ։ Մրցումներին հետևում էին ներքին գործերի նախարարի տեղակալ փրկարարծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը, փրկարարծառայության ղեկավարությունը, Արտաշատ համայնքի ղեկավար Կարլեն Մկրտչյանը եւ այլոք։ Ողջունելով ներկաներին Կամո Ցուցուլյանը նշեց, որ նման միջոցառումները նպատակ ունեն խթանել պատանիների ֆիզիկական կարողությունների զարգացումը, ինչպես նաեւ հարթակ են ընկերական կապերի ձևավորման եւ ամրապնդման համար։ Փրկարարական ծառայության գեներալը պատանի փրկարարներին մաղթեց. «Թող հաղթի ընկերությունը»։ Մրցումներում պատանի փրկարարներն ուժերն էին չափում ձգումներ պտտած ձողի վրա, հրում հատակից, փոխանցում ավազք, համալիր վարժություններ եւ այլ մրցաձևերում։ Համառ պայքարում հաղթեցին Կոտայքի մարզի պատանի փրկարարները, իսկ երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրեցին համապատասխանաբար Արարատի եւ Վայոց ձորի մարզերի թիմերը։ Լավագույններին պարգևները հանձնեց փրկարարծառայության տնօրենի տեղակալ Արսեն Մկրտչյանը։ Հաղթանակներից, մեդալներից ու պարգևներից առավել արժեքավոր էին պատանիների ջերմ ու մտերմիկ շփումները։ Այս տրամաբանությամբ էլ թիմերն իրար հրաժեշտ տվեցին նոր հանդիպման ակնկալիքով։ Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ բաց բաժնետիրական մի ընկերություն Մուսայելյան Հարթաշեն ճանապարհի մոտ իրականացնում է ընդերքի ապօրինի արդյունահանում։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ ընկերությունը, չունենալով թույլտվություն, արդյունահանել է խճակարային եւ հողային զանգվածներ, պետությանը պատճառելով 5 միլիոն 500 հազար դրամի վնաս։ Ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հատկանիշներով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները նախագնությամբ պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Մայիսի 26-ից հունիսի 2-ը Մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4814 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 149 ավտոմեքենա, մասնավորապես հայտնաբերվել է ոչ ստապ 157 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 303 անձ, հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված 28, չամրակապված վարելու 1047, առանց մանկական նստատեղի քարսիթի 3, վարելու ընթացքում ծխելու 426, վարելի հեռախոսից օգտվելու 274, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու 77 եւ 1677 այլ իրավախախտում, 134 մեքենա շահագործվել է առանց ԱՊԱ պայմանագրի, 370-ը տեխնիկական զննություն չանցած, 44-ը լուսարձակների անսարքությամբ, 94-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 69 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 13990 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 278 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է ոչ ստապ 203 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 611, կեղծ վարորդական իրավունքի վկայականով երթևեկող 1 անձ, հայտնաբերվել է նաև հաշվառման համանիշի հետ կապված 75, չամրակապված վարելու 3214, առանց մանկական նստատեղի քարսիթի 152, վարելու ընթացքում ծխելու 334, վարելիս հեռախոսից օգտվելու 558, հետիոտնի որ սահմանված վայրով անցնելու 6, արագության գերազանցման 2239 եւ 4295 այլ իրավախախտում, 405 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊԱ պայմանագրի, 1486-ը տեխնիկական զննություն չանցած, 296-ը լուսարձակների անսարքությամբ, այդ թվում 5 բեռնատար, 131-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 26 անձ։
Հայրերի եւ որդիների այսպես ասած կոնֆլիկտի մասին բազմաթիվ պատմություններ կան, բայց սա այդ դեպքը չէ։ Կյանքում ոչ միայն բախվում, այլև համախմբվում են հայրերն ու որդիները։ Հենց այսպես եղավ նաեւ նշան Ենոքյանի դեպքում։ Ենոքյանների կրտսեր որդին, հետևելով հորն ու ավագ եղբորը 2021 թվականին համալրեց ոստիկանության շարքերը։ Մաման դեմ էր, ասում էր տղա ջան, papan 20 տարի աշխատել է, գնում էր տուն չի գալիս, կարող համար դժվար լինի, մի գնա ուրիշ մասնագիտություն, ասում էի, չէ, մամ ջան, հայրս շատ ուրախ էր, որ իր մասնագիտությունը էլի ես ընտրեցի։ Հայրս 20 տարի աշխատել է ոստիկանության ոլորտում, եղբայրս 12 թվականից է աշխատում։ Նշանը Արարատի մարզի Շահումյան գյուղից է, ասում է դեռ մանկուց էր որոշել ոստիկան է դառնալու։ Շենգավիթի պահպանության բաժնում ծառայությանը հեշտ է հարմարվել, հոր խորհուրդներն են օգնել, հատկապես այս մեկը։ Ոստիկանության ոլորտում պետք է լինես կարգապահ ոստիկան։ Նշան Ենոքյանի ծառայական բնութագրում գրված է՝ բանիմաց, պատասխանատու, պարտաճանաչ ու այսպես շարունակ։ Հարցին իսկապես կարգապահ ու պարտաճանաչ ծառայող եք, անվրդով պատասխանում է. Ես միշտ մի ժամ շուտ եմ լինում աշխատանքիս վայրում, որ երբեք չուշանամ։ Ինչպիսին պետք է լինի ոստիկանը, չի ուշանում հաջորդ հարցը։ Ոստիկանը պետք է լինի համբերատար, լինի զգոն եւ ուշադիր իր աշխատանքի մեջ։ 2024 թվականին Սերժանտ Ենոքյանը բացահայտել է թմրամիջոց պահելու, իրացնելու եւ օգտագործելու զենք զինամթերքի հայտնաբերման գողության կանխման ընդհանուր 2 տասնյակ դեպք։ Հենց մարդկային ու մասնագիտական բարձր որակների համար էլ դարձել է 2024 թվականի պետական պահպանության գլխավոր վարչության լավագույն ոստիկանը։ Հայրս շատ էր ուրախացել, որովհետեւ ոնց որ ինքը որ 20 տարի համակարգում աշխատել է ու տեսնում է իր որդին դարձել է լավագույն ոստիկան Հայաստանի Հանրապետությունում, շատ էր ուրախացել դրանից։ Ասում է լավագույնի կոչմանը արժանանալը եւ հպարտությունը եւ պատասխանատվություն եւ ավելիին ձգտելու շարժառիթ։ Վստահ է, Ենոքյանների ապագա սերունդներն էլ շարունակելու են ոստիկանի բարդ, բայց պատվաբեր գործը։ Կառավարությունն իրազեկում է։ Հարգելի քաղաքացիներ, հունիսի 1-ից սեպտեմբերի 30-ը հանրապետության տարածքում համարվում է հրդեհավտանգ ժամանակաշրջան։ Կարևոր է այդ ընթացքում հատուկ ուշադրություն դարձնել հրդեհների կանխարգելմանը եւ բնակչության շրջանում բացատրական աշխատանքներին։ Անտառային եւ բուսածածկ տարածքներում հրդեհներից խուսափելու համար արգելվում է չնախատեսված տեղերում վառել խարույկ, նետել այրվող լուծկի, չմարվող ծխախոտի մնացորդ, վառելիքով լիցքավորված ավտոմեքենաների շրջակայքում ծխել եւ օգտվել բաց կրակից, այրել չոր խոտ կամ խոզան, արևով լուսավորվող բացատներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել ճառագայթները, վերածվելով հրկիզող ոսպնյակների։ Հարգելի քաղաքացիներ, հրդեհի փոքր օջախի հայտնաբերման դեպքում փորձեք հանգցնել այն, օգտագործելով կրակմարիչներ, բահեր կամ ծառերի ճյուղերի կապուկ, թացակուստ, ամուր կտոր։ Պետք է համոզվել, որ կրակը մարվել է եւ կրկին բորբոքման սպառնալիք չկա։ Պահպանելով հրդեհային անվտանգության կանոնները դուք կօգնեք հրշեջներին, գիտակցելով, որ չնայած նրանց 24-ժամյա անձնվիրաբար ծառայությանը, անտառն ամբողջությամբ եւ մշտապես ուշադրության կենտրոնում պահելն անհնար է։ Որպես հիշեցում, վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը սահմանում է հրկիզման կամ կրակի հետ անփույթ վարվելու հետևանքով անտառներում ծառերը, թփերը, մշակաբույսերը ոչնչացնելը կամ վնասելն առաջացնում է նվազագույն աշխատավարձի մինչև 150 պատիկի չափով տուգանք։ Խոզանները, բուսական մնացորդները ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոթարքների բուսականությունը, գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային եւ բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում այրելը սահմանված նվազագույն աշխատավարձի 50 պատիկից 300 պատիկի չափով։ Հարգելի քաղաքացիներ, եթե նկատում եք հրդեհ, ապա զանգահարեք 911 հեռախոսահամարին։ Հարգելի քաղաքացիներ, Road Police.am համակարգում էլեկտրոնային ծանուցումը ակտիվացնելու դեպքում տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված տուգանքի գումարը կարող եք վճարել 20%-ով պակաս։ Կարևոր է իմանալ, որ 20% բոնուսային բաղադրիչի կիրառման էլեկտրոնային ծանուցման եղանակը չի փոխարինում SMS ծանուցմանը։ Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե օրինակ պետք է նշանակվեր 10,000 դրամ տուգանք, ապա ծանուցումն էլեկտրոնային եղանակով ստանալու դեպքում կկիրառվի բոնուսային նվազեցում եւ տուգանքի չափը կկազմի 8000 դրամ։ Օգտվեք թվային լուծումներից եւ վճարեք 20%-ով պակաս։ Հարգելի քաղաքացիներ, բջջային էլեկտրոնային ստորագրությունը կարող եք ակտիվացնել էլեկտրոնային կրիչ ունեցող եւ առանց կրիչի նույնականացման քարտերով։ Ձեր նույնականացման քարտի PIN եւ PUK կոդերը եզակի են եւ կորցնելու դեպքում վերականգնել հնարավոր չէ։ Սակայն եթե կորցրել եք դրանք, քարտը վերաթողարկելու կարիք չկա։ Նույնականացման քարտով կարող եք մոտենալ բջջային օպերատորի գրասենյակ եւ հեշտությամբ ակտիվացնել էլեկտրոնային ստորագրությունը։